Տեսարանը վիճակ է Շիրակացի փողոցից եւ այն 1.5 կիլոմետր երկարության հատվածն է, որը հիմնանորոգվելու ճամփին է, բայց մինչեւ գործը դրան հասնի, մեկ անգամ էլ, հնարավոր է մի քանի անգամ էլ քաղաքի կոմունալի աշխատողները խորը գնացող փոսերում խոշոր չափերի խիչ լցնեն։ Այսօր նորից ու մեկ ամսվա մեջ արդեն 3-րդ անգամ Շիրակացի փողոցի փոսերն էին խճով փակում։ Հատկապես տաքսիների վարորդները օրական թե քանի անգամ են անցնում Շիրակացիով հաշիվել չունեն։ Շիբինով փակվող հետո մի քանի օրից էլի բացվող փոսերում շարժիչ էլ, անվադող էլ չի դիմանում։ Մի փոսը մտապահում են, երկրորդը շրջանցում, իսկ երրորդն ու չորրորդը վերջին պահին տեսնում, երբ արդեն հայտնվել են դրանցում։ Երկու չնկատած փոսը մեկ թուլացած շարժիչ է, պլյուս մեկ այց մեխանիկի մոտ։ Բացարձակ պոլիգոնով իջնել չես կարող։ Ահա որ վիճակի։ Ինչ։ Ավտորից կես ժամը մեկ, երկու ժամ մեկ ամորտիզատորը փոխենք։ Ինչ։ Քսեն տեղած մտր չեք մուզեքը տուկանեք, բան չենք մուզե, ապա չեք մուզեքը տուկանեք, մենք կմուզենք, ինչի փողոցը չեն սարքի։ Դիք հեչ եղանակ չի փոխի, որովհետև դիք միջից դուրս կգա։ Մի հատ մանձր է կա կամ ուրիշ մի բան կենի կալոսներն է մտնել ելնելուց էլի խոսելիս դուրս կգա։ Ապրել եմ բուլվարային թաղամասում, այս Կատի Գորդյանից մինչև այդ բուլվարային թաղամասը հիշում եմ աշխատել եմ դպրոցում 15, քայլելով մինչև գնալ ավազի մեջ կկորեինք։ Առավոտ Շիբինով բեռնված ծանր մեքենան մարդիկ դիմավորում են նույն փողոցում։ Կոմունալի բրիգադը փոսերը հարթեցնում է, բայց հրաշքը տևում է մի երկու օր, հատկապես ծանրաքաշ բեռնատարների տակ։ Ժամանակավոր լուծումը ավելի վտանգավոր է։ Քարահատիկները անիվների տակից պոկվում ու հարվածում են մայթերին։ Դե տեսա, աշկոտ։ Մենակ հողը մնաց։ Օրինակստեղ թեթև ասֆալտն է, ոչ թե շիբյոր կար, ասֆալտ շատ էլ լավ է, ինչ է։ Դա այստեղ կարգադամներով եղել է։ Լավն է, տյալ լրիվ կերել, նոր երած է։ Դա այսինքն անցյալ տարի երեցին նորից էլի բացվել է։ Սուբվենցիայով մետր, գծամետր ասֆալտապատված երկրորդային փողոցներում վիճակն ավելի լավ է։ Մի քիչ որակի ու ավելի շատ երթևեկությամբ ծանրաբեռնված չլինելու հաշվին են պահված մնացել։ Կենտրոնական ու բանուկ փողոցների մեծ մասում, որ վերջին մի քանի տարում ասֆալտապատվել են, այժմ փոսային նորոգումներ են։ Գյումրեցիներն այս ընթացիկ աշխատանքներին փողոցների կարկատան են ասում։ Կարգադան ինչ մեղսի։ Կարի մեքենա դնեն, թող կարեն փողոցները, ինչ է։ Այս տարվա 2025-ի համար դեռ սուբվենցիայով փողոցաշինական ծրագիր Գյումրին չունի, նոր են հայտ ներկացրել կառավարությանը։ Այն, ինչ արվում է երկրորդային 7 փողոցներում անցած տարիների սուբվենցիաներով անավարտ մնացած աշխատանքներ են, որի համար մոտ 1.476.000 դրամ է հատկացված։ Փոսային ընթացիկ նորոգումներով գոնե վերջին 30 եւ ավելի տարիներին փողոցների շահագործման երկարակեցությունն են ապահովում, մինչև որևէ փողոցի բախտը բերի են գրկվել հիմնանորոգման ծրագրերում, ինչպես որ վերջապես եղավ Շիրակացի փողոցի համար։ Միջպետական նշանակության փողոցի շին մրցույթն ամփոփվել է մայիսի 16-ին, հայտնի է հաղթող շին կազմակերպությունը։ Այս փողոցի հիմնանորոգումն էլ իրականացնելու է Մերձ Մոսկովյան շին ընկերությունը։ 10 նորից սպասվում է, որ շինարարն իր տեխնիկայով կմտնի Շիրակացի փողոց։ Այս մասին հայտում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն,